հայկական ներուժն ամենուր է, այնտեղ որտեղ գոնե մեկ հայ է ապրում, մենք ԱՄՆ-ում ենք, երազանքների երկրում։ Նունե Սերոբյանն է, ամերիկաբնակ գործարար հայուհիներից մեկը, գեղեցկադեմ վճռական և միևնույն ժամանակ չափազանց կանացի մեր հայրենակցուհին իրեն իսկական երևանցի է համարում։ Ու թեև երկար տարիներ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում, անտարբեր չէ Հայաստանին հուզող փոքր խնդրին անգամ, ապրում և մտահոգվում է հայրենիքի հոգսերով։ Կին, որն օժտված է կանացի հմայքով, լավ գիտի հայոց պատմությունը և այսօր էլ շարունակում է հետևել հայրենիքի պատմական ընթացքին։ Տիկին Նունե, որն է ձեր հաջողության գրավականը բիզնեսը հաջող ղեկավարելու։ Ճիշտ ասած, չեմ մտածել այդ մասին, բայց մի բան գիտեմ, որ այստեղ Ամերիկայում հնարավորությունները կարելի ասել անսահմանափակ են, այսինքն որևէ մեկը կապ չունի ոչ տարիքի հետ, ոչ սեռի հետ, կինես թե տղամարդ ես, եթե ձգտում ունես և իսկապես աշխատում ես քո գոլին հասնելու համար, ի վերջո հասնում ես։ Գործարար կին, որն անկախ իր զբաղվածությունից ու ժամանակի սղությունից շարունակում է կարդալ ու ծանոթանալ հայոց հազարամյա պատմությանը, ինչի վկայությունն էր նրա պատմական գրքերով հարուստ գրադարանը։ Ինձ համար հայրենիքը չափազանց կարևոր է, այսինքն ես չեմ կարող մտածել, ես այստեղ լավ եմ ապրում, ամեն ինչ լավ է ինձ համար, հայրենիքում ով կգա, ով կլինի, ոչ։ 30 տարի այստեղից ես հետևում եմ անկախությունը սկսած ժամանակվանից, հետևում եմ այնտեղի իրողություններին և ցավոք սրտի մեր հայրենիքը անկախ չի, սովետից իբր թե անկախացավ, բայց չանկախացավ, ովքեր որ եղել են ղեկավարները նորից նույն սովետական կարգերին, ռուսական կարգերին են հետևել և ապագաղութացում չենք ունեցել։ Ասեմ, որ նորից իմ պատանեկության երիտասարդության շրջանում անշուշտ սիրել եմ իմ հայրենիքը, բայց ավելի այստեղ եմ իմացել իմ պատմությունը, երբ որ ապրել եմ Ամերիկայում և շատ եմ սկսել ուսումնասիրել մեր հազարամյա պատմությունը և իր սխալներով, իր լավ կողմերով, այսինքն և դա ինձ, ասենք, շատ ավելի կապեց իմ հայրենիքի հետ, ասեմ, որ ինձ վրա մեծ ազդեցություն է նաև թողել մեր շատ սիրելի Արտակ Մովսիսյանը, պատմաբան, որին ցավոք կորցրեցինք 2 տարի առաջ, իր գրքերը, իրեն հետ էլ ընկերություն ստեղծվեց, այսինքն գնում էինք Հայաստան, անպայման շփվում էինք իր և ընտանիքի հետ, ինքն էր գալիս այստեղ, այսինքն ֆիլմեր ա նկարվել, Տիգրան Մեծով ենք սկսել միասին, իմ ամենասիրելի արքան է իհարկե Տիգրան Մեծը, սկսեցինք կարծես, և դա ինձ շատ ավելի կապեց իմ հայրենիքի հետ։ Ինձ համար հայրենիքը չափազանց կարևոր է և պետք է նաև նշեմ, որ ես շատ ուշադիր հետևում եմ և մեծ համակիր եմ նաև աջակից ազգային ժողովրդավարական բևեռի Սասնա ծռերից սկսած, որտեղ տարիներ իրենց ուսումնասիրում և իրենց գաղափարները, իրենց գործունեությունը ծրագրերը շատ հոգեհարազատ են նաև ինձ համար, որովհետև իրենք ունեն լուծումները, թե ինչպես կարող ենք մենք մեր հայրենիքը իսկապես փրկել և տեսնել ազատ և անկախ, որ այդպես չի, մինչև հիմա էլ այդպես չի ու գիտեք, պատերազմի մասին էլ չեմ ուզում խոսել, թե ինչ դաժան օրեր մենք այստեղ անցկացրեցինք։ Մի խոսքով նաև ասեմ, որ պատմությունը բացի ուսումնասիրել է ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել Գարեգին Նժդեհը։ Գարեգին Նժդեհը ոչ միայն ազգային հերոս է, բայց նաև ինքը հրաշալի փիլիսոփա է,
Նա էլ կարող է համարվել միջազգային մակարդակի փիլիսոփա, եթե իսկապես զբաղվեր որևէ մեկը ներկայացնելու Գարեգին Նժդեհին բացի ցեղակրոն լինելը, թե ինչ հետաքրքիր փիլիսոփա է, եւ այդպես իմ սերը հայրենիքի նկատմամբ պատմությունով, պոետներով, անհատներով, ինչպես Ֆլորանա Մարտիրոսյան, ինչպես ասենք ինձ համար եղել է Գարեգին Նժդեհը կամ մեր պոետները Սևակը, Չարենցը եւ իհարկե այսօր իմ միակ երազանքը այն է, որ տեսնեմ մեծ Հայաստան, ապագաութացված Հայաստան եւ սուտ կլինի ասեմ ծովից ծով, բայց գոնե մեր առաջի հանրապետությունը 18-ից 20 թվերի իրեն իրավահաջորդը որպես այսօր Հայաստանը լինի, ես կհամարեմ, որ մեր երազանքը գոնե քչով շատ կատարվել է։ Երկու զավակների մայր է մեր զրուցակիցը։ Կին, որի հիմնական եւ գլխավոր առաքելություններից մեկը աշխարհը գեղեցիկից էլ ավելի գեղեցիկին մոտեցնելն է։ Առանց սիրո ես չեմ պատկերացնում մարդկանց գոյատևելը, դա շատ կարևոր է, ինձ համար սերն էլ ինչ-որ տիեզերական զգացում եմ։ Ցավոք սրտի ամուսնուս կորցրել եմ արդեն 10 տարի առաջ եւ իրեն շատ եմ սիրել, բայց մինչեւ իրեն հետ ամուսնանալն էլ սիրահարվել եմ, այսինքն շատ սիրուն, շատ հաճելի բան է։ Էլ չեմ սիրահարվում, բայց առանց սիրո շատ դատարկ եւ անհետաքրքիր է։ Երեխաներս այստեղ են ծնվել, բայց մենք կարողացանք ստեղծել են traditional ընտանիքը, գնացել են հայկական դպրոցի երկուսն էլ, դե արդեն աղջիկս համասան է, վերջը ամուսնացել է, տղաս դեռ ճանապարհ ունի գնալու։ Չեմ կարող բողոքել, լավ երեխաներ են, ճիշտ է։ Կարևոր է։ Այո, չնայած մտածում են անգլերեն, նույնիսկ հայկական դպրոց գնաց նոր թարգմանում են հայերեն, կարծեմ դա նորմալ է, բայց այդ հայեցի traditional ընտանիքի հիմքերը կարծես մեր մոտ հաջողվել է եւ վստահ եմ իրենք էլ նույն ձևով կշարունակեն իրենց ընտանիքների համար, բողոքելու ոչինչ չունեմ երեխաներից, ուրախ եմ։ Seven Q-Spa կենտրոնի համահիմնադիր Նունե Սերոփյանը տարիներ առաջ քրոջ Լիլա Սերոփյանի հետ հիմնեց կենտրոնը։ Քրոջս հետ մենք նույնիսկ որ մի տարի երկու ամիսի տարբերություն, բայց կարծես զույգեր լինենք, միասին շատ կապված ենք եղել, զույգի պես ենք մեծացել եւ մեզ համար ընտանիքը, այսինքն այդ քույր լինելը, եղբայրը, մայրս եւ այլն շատ կարեւոր է եղել։ Մենք ջերմ մթնոլորտում ենք մեծացել եւ նույն ջերմ մթնոլորտը պահպանել ենք։ Միասին սկսեցինք բիզնեսը եւ ընտանեկան բիզնեսը մեզ համար եւ այո, բալանս կա երկուսիս մեջ, որտեղ երկուսը շատ տարբեր են։ Բացարձակ նման չեն իրար, personality-ները, մեր արտաքինը, այսինքն իսկապես տարբեր են, բայց գուցե հենց դա է գաղտնիքը եւ հաջողության գրավականը, որ բալանս է պահվում բիզնեսում, քանի որ շատ տարբեր ենք։ Իրեն դեզերքից շատ եմ սիրում, մենք շատ կապված քույրեր ենք, նույն ջերմությամբ նաև մեր երեխաներին ենք մեծացրել եւ բոլորը նույն ջերմությամբ, այսինքն tradition-ը կարծես շարունակվում է, որի համար ուրախ ենք։ Իրեն չափազանց շատ եմ սիրում եւ մենք շատ կապված քույրեր ենք եւ համարյա թե իշուներ, խնդիրներ միասին չենք ունենում, ինչքան էլ տարբեր ենք։ Ես էմոցիոնալն եմ, ինքը բալանսն է, բայց իշուներ չունենք։ Կարևոր է երկը իհարկե քույրերի հետ, եղբայրների հետ, որ գործը սկսում են, բնականաբար պետք է շատ առաջինը սիրեն իրար, հարգեն իրար եւ միասին համատեղությունը արդեն լրացնում է այդ սերն ու հաջողությունը իրար հետ գալիս է։
Այստեղ նրան սիրում են բոլորը, նույնիսկ օտարազգիները, որոնք գնահատում են նրա նպատակասլացությունն ու գործարարին հատուկ հմտությունները։ Իմ նախընտրած վայրը Seven Q-Spa գեղեցկության սրահն է։ Մաման Նունեն եւ Լիլին միշտ հոգում են իմ էսթետիկական կարիքները կապված դեմքիս հետ, կատարելության հասցնելով առօրյա կյանքիս սպասելիքները։ Իմացեք, որ պարզապես Seven Q-ն հենց այն սրահն է, որ պիտի այցելեք Գլենդելում։ Նունեն ինձ մենակ ղեկավար չի, Նունեն իմ հարևանն է, ինձ քուր է։ Մեծ։ Ես ամեն դեպքում ինձ շատ բան եմ սովորել, ու իսկապես երջանիկ եմ, որ ինձ ճանաչում։ Bye guys, love from America. We love our Այս նրբագեղ կնոջը ուժն է առաջնորդողը, հայկական ներուժը։ Իր հերթին մեր զրուցակիցը ինքն էլ գնահատում է մարդկային հարաբերությունները, աչքի լույսի պես պահում տարիների ընթացքում ձեռք բերած ընկերներին։ Առիթ է փնտրում նրանց հետ հանդիպումների եւ շփումների համար։ Երիտասարդ տարիքում, որ դեռ սովետական Հայաստանում է ապրում, ես բնականաբար երիտասարդները ավելի օտար գրյա մյուզիկ են սիրում լսել այն ժամանակները, ասենք Stevie Wonder էինք լսում, Pink Floyd եւ այդ տարբեր հայերից ուրեմն երկու հոգի են, որ շատ մեծ տպավորություն էին թողել ինձ վրա, մեկը Ֆլորա Մարտիրոսյանն էր, որ եթե ասենք TV-ին միացած է լինում եւ Ֆլորան երգում էր, անկախ ինձ այնց լսում ու սրտից ինչ որ լցվում էր, հուզվում էի շատ։ Մյուսն էլ, որ էլի մեծ ինչ ունեցավ իմ վրա, Ռուբեն Հախվերդյանը, իր ասենք այդ քաղաքական, հակասովետական երգերով եւ այլն, որտեվ այդ ժամանակ ես արդեն ինձ համարում է հակասովետական եւ Ռուբենը դարձավ, այսպես ասած, ինձ համար շատ կարեւոր մեկը, այդ երկուսին եմ լսել։ Երբ որ փոխադրվեցի Ամերիկա տարիներ անց, երկուսն էլ իմ կյանքում հետաքրքիր դեր ունեցան։ Ես հիշում եմ, որ Ֆլորա Մարտիրոսյանը եկել էր Ամերիկա եւ առիթ ունեցա, իմացա, որ կարող եմ իրեն հետ ծանոթանալ, ուրախությունից, հուզմունքից ես ինձ կորցրել է, որ Ֆլորա Մարտիրոսյանին ես պետք է տեսնեմ լայվ, որ իրական ու գնացինք, որ ծանոթացա շատ անմիջական նայեցի, որ Ֆլորա Մարտիրոսյան ես ձեզ համար, ձեր երգեր ինձ համար եւ այլն, մի անգամից իմ էմոցիաները ասեցի եւ ինքը իր այդ մեծահոգության, այդ ըստ իր սովորության շատ ջերմ ինձ ընդունեց։ Չեմ կարող ասել, որ ի սկզբանե մենք ընկերություն ենք արել, մի քիչ տարիքային անշուշտ տարբերություն էլ կար, բայց ժամանակի մեջ մենք դարձանք լավագույն ընկերուհիներ, բայց իհարկե ես երբեք չեմ մոռացել, որ իմ կողքը մեծանուն Ֆլորա Մարտիրոսյանն է ու ես ինձ համարում եմ այդ բախտավոր մարդկանցից, որ Ֆլորայի կողքին եմ եղել շատ երկար տարիներ։ Թող անհամեստություն չթվա, նաև ինչու՞ չէ ֆինանսավորել եք Ֆլորա Մարտիրոսյանի դայնասկավառակը եւ միշտ աջակցել եք ոչ միայն հոգեպես, նաև ֆինանսապես, մենք տեղյակ ենք այդ ամենից։ Նախ ես չեմ ուզում համարեմ, որ ես հովանավորն եմ եղել Ֆլորա Մարտիրոսյանի, որտեվ ամբողջ հայ ժողովուրդն էր Ֆլորայի հովանավորը, այսպես ասած, բայց կետը, այո, իմ մեծ սերը իր երգարվեստի նկատմամբ, իր ձայնի նկատմամբ, որտեվ ինքը շատ բացառիկ ձայն ուներ, եւ հետո նաեւ ինչու ընկերություն առաջացավ, որտեվ իր personality-ն էլ հրաշալի ինքը անձնավորություն էր, իր հումորով, իր մարկայնությամբ, իր ամեն ինչով, իր որակով, այսինքն իսկապես like Ֆլորայից հոգնել չէր կարելի կամ բաներ։ Ես նայում եմ իրան եւ որպես ընկեր, եւ որպես արտիստ, բայց որ ինքը այն բացառիկ երգչուհին էր, որ չգիտեմ 100 տարի մեկ են ծնվում, ինչպես ասվում է, ինքը իսկապես այդ բացառիկ երգչուհին էր, իր ձայնը, այսինքն ես ասում եմ, քո ձայնը Ֆլորա տիեզերական է, որտեղ նշանակություն ունի ինչ ազգի էր, տարբեր ազգեր իրան լսում էին, շատ հայտնի մարդիկ, անկախ իրանցից հուզվում ու լացել, իմ կարծես մաքրում էր մարդկանց հոգիները։ So այդ իմաստով ես հավատում եմ, որ ինքը այն բացառիկ երգչուհին է, որ կարող է իսկապես լինել միջազգային մակարդակի երգչուհի, ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ամբողջ
ժողովուրդների երգչուհի լինի։ Ես համարում եմ հարուստ կին, հարուստը շատ իմաստներ ունի։ Ես նկատի ունեմ շռայլ հոգի, շռայլ մարդ, շքեղ կին, բնությունը իմիջիայլով շատ շռայլ է գտնվել Նունեի հանդեպ։ Բացառիկ գեղեցկություն, հոգու մաքրություն, ամեն առումներով։ Եվ ես Նունեին շատ եմ սիրում։ Լավ ընկեր, լավ մայր, հաջողակ գործարար, եւ ես կասեի, որ հաջողության մեծ մասը կամ ամբողջ հաջողությունը գալիս է նրանից, որ նրանք շատ համերաշխ են ընտանիքով։ Եվ Ֆլորային, երբ որ հարցրեցի ինչ կարծիք ունեք, ինչ տեսակ մեկնան ունեն, ասաց հաշ ջան, Ֆլորան էլ էսպես էր ինձ դիմում էլի, ասաց մի ջրոտ հաշ ջան, ասաց ես մենակ մի բան կարող եմ ասել Նունեի մասին, որ մենք համարյա ամեն օր խոսում ենք, ամեն օր հանդիպում ենք, բայց ես կարոտում եմ, ես ուզում եմ ամեն օր հանդիպեմ Նունեի հետ, եւ այդտեղ արդեն ամեն ինչ ասված է։ Այսօր արդեն, երբ որ Նունեի հետ ես ավելի մտերիմ եմ, մենք ավելի հաճախ ենք հանդիպում, ես հաճախ եմ հիշում Ֆլորայի ասածը, որ Նունեի հետ ինչքան հանդիպում ես, ուզում ես նորից հանդիպես։ Ովքեր ճանաչում են տիկին Նունեին, ընդունում են նրան այնպիսին, ինչպիսին որ կա։ Նունեն հարուստ ներաշխարհով եւ գեղեցիկ արտաքինով մի կին է, եւ ինձ բախտ է վիճակվել երկար տարիներ ճանաչելու նրան։ Ամենակարևոր բնութագիրը չափազանց հայրենասեր մի կին, որը երբեք իր կապը չի կորցրել հայրենիքի հետ եւ մշտապես փորձել է ինչով հնարավոր է օգտակար լինել հայրենիքին։ Եվ ամենակարևորը նա այսօր ղեկավարում է մի շատ մեծ կառույց, որտեղ գեղեցկացնում է ամերիկահայ եւ ամերիկացի կանանց եւ դժվար է պատկերացնել այդ նրբագեղ կնոջը մի ամբողջ մեծ կառույցի ղեկավար որպես, որին շատ սիրում են, հարգում են ամբողջ Լոս Անջելեսում եւ դրանցից մեկն էլ ես եմ։ Հարուստ եւ առանձնահատուկ ներաշխարհով հայուհուն այստեղ շատերն են ճանաչում։ Գիտեն նրա հայրենասիրության եւ գործնական նկրտումների մասին։ Ես Նունեին ճանաչում եմ մի քանի տարի, բայց ինձ թվում է, որ մենք 100 տարիներ ծանոթ ենք եղել արդեն ու ընկերներ ենք։ Իրան նկարագրելուց կարող եմ ասեմ լավ ընկեր, հայրենասեր ընկեր։ Ես ունենամ այդ հեղինակությունը, Նունեին անպայման հայ մշակույթի տեսփանը հրճակայի Լոս Անջելեսի մեջ։ Նունեն տարիներ է որ խոսե, բայց իր այդ հայկական շունչը ուղղակի աչ սախ գդարած է, այսինքն իր այդ էներգին, իր հայ մեջի ունեցած այդ հայկական էներգին փոխանցի է։ Որու հետ որ հանդիպի, որու հետ որ խոսի, իր այդ նվիրվածությունը, իր սերը հայրենիքի հանդեպ փոխանցի է։ Շատ չի բադահիր, որ որոշ հասուն դարեկի մանավանդ ինձի համար մեգում հանդեպ շատ լավ հարկանք եւ սեր դարձեն։ Ուրեմն ադիգա փախտավորեմ որ բադահեցավ Նունեի հանդեպ կնշանակե որ ինքը այնքան արժանի, այնքան լավ գին, լավ հայ է, որ իսկապես ես այդ սկացմունքը ունեցած եմ իրեն հանդեպ։ Մի բան, որ ես շատ գնահատում եմ Նունեի մեջ, նրա հայրենասերի տեսակն է։ Այն իմաստով, որ նա զուտ հայրենասեր չի խոսքերով, կենացներով, չգիտեմ ինչ, բարեմաղթանքներով։ Նրա հայրենասիրությունը շատ կոնկրետ է, կոնկրետ արտահայտություն ունի, կոնկրետ գործերի հետ է կապված, կոնկրետ նպատակների, որը նա դնում է նպատակը եւ ամեն ինչ անում է նրան հասնելու համար։ Եվ նրա նվիրումը մշակույթին։ Առաջնիկս Լիլիան է ծնվել, Լիլիան, մի տարի հետո Նունեն ծնվեց, դե ամուսնուս ընտանիքը տրամադրությունները շատ գցել են, որ սպասում են, որ տղա ծնվի, բայց ծնվեց երկրորդ աղջիկը, անկեղծ ասեմ ես էի շատ ուրախացել, որ ասում են Լիլիայից քույր եղավ, ծնվեց էլի, որտեղ քույրը ուրիշ բան է, մենք 4-ը քույր ենք եղել,
մեր այդ քասրությունը ես զգացել եմ շատ կուզեի, որ աղջիկներ լինեն, այդպես ուրախացել եմ, որ Լիլայիս քուր եղավ եւ չեմ սխալվել։ Մինչև հիմա ունեցել եմ լավ մանկություն, ոնց որ այդ ժամանակվա երեխաները անհոգ մանկություն, Բաքում դուրս գալ խաղալ, վազվզել, ամենտեղ գնալ չեմ արգել ես իրանց, եթե պետք է լինում եղել ես տարել եմ իրանց բերել եմ, բայց լավ մանկություն են ունեցել։ Նունեն մի ուրիշ տեսակ, Լիլան ավելի սպորտային էր իր քայլվածքը, շարժու ձևը եւ այլն, Նունեն ճիշտ նրա հակառակը։ Չգիտեմ ինչի Նունեի վրա ես ավելի շատ էի բանանում, ուշադրությունս Նունեի վրա էլի, որ ինքը ավելի շատ միամիտ, շատ բարի, շատ կամիցող, հավատով, բոլորը ասենց ամեն տարիքում իր բանը ունեցել է, իր այդ մանկության, պատանեկության բան, բայց ինքը կյանքը իրան չի փոխել, մինչև հիմա էլ, ինքը շատ բարի է, շատ կամեցող է, վերջին էլ կտա իր ընկերուհուն կամ մի հարազատին բան, առանց հետ նայելու կամ առանց ափսոսալու։ Նունեի եւ Լիլիայի մասին շատ բան կարելի ասել, որ ասենք մանկությունը իրանց ծնված օրվանից ես ներկա եմ եղել։ Լիլիան մի քիչ ավելի սենց ռեալ է մոտենում կյանքին, Նունեն ուրիշ ձևի է կյանքին նայում էլի, Նունեն ավելի սենց ազատ, ասենք ընկերական, հա, զգացմունքային, ավելի շատ, հիմա Լիլան էլ ունի տենց, բայց Լիլան մի քիչ սենց ավելի սենց հզորություն կա իր մեջ էլի Լիլիայի մեջ։ Դե շատ բաներ կարելի ասել, բայց ընդհանուր, ասեմ, երկու քույրիկն են ինձ համար, ոչ թե քրոջ աղջիկներ են, այլ ես իրանց, համ իրանց երկրորդ մաման եմ, իրանք էլ իմ աղջիկներ էլի։ Նունեի մասին խոսելու համար շատ երկար ժամանակ ա պետք, բայց ես ընդհանուր կարճ խոսեմ այսօր։ Ես ապրում եմ Ֆրանսիայում, ինքը ապրում է Լոս Անջելեսում, անկախ ամեն ինչից կապող օղակը ամենավերջում մեր հայրենիքն է, որ այդ հայրենիքի այդ սերը, ուժը, կուրովը, որ տալիս է, մեզ մցրել է, դա իմ ընկերուհին է։ ԱՄՆ-ում ապրող հայ կանանց ներուժին ծանոթանալով հերթական անգամ համոզվում ենք, որ մեր ապագա սերունդները ապահով ձեռքերում են։ Հայեցիությունն ու հայրենապաշտությունը հենց նրանց շնորհիվ փոխանցվելու եւ ապրելու են բոլոր սերունդների մեջ։ Մենք գնում ենք Երևան, ինչ տանենք ձեզնից մեզ հետ։ Սեր տարեք, սերը շատ պակաս է Հայաստանում, իրանք իսկապես սիրո կարիք ունեն, որտեվ ես հասկանում եմ պատերազմից հետո կարծես դիսբալանս է, մարդիկ մի տեսակ ավելի չարացած ու բան են, բայց այդ էմոցիաներով մենք ավելի ինքնաոչնչացման կգնանք, սիրո պակաս կա, որ սեր տարեք, ինչքան կավեք սեր տարեք։ Այսպիսինն էր հայկական ներուժը, այսպիսինն էր մեր զրուցակից Նունե Սերոբյանը։